Ռցուն դահալիճը մարգերի գործընկերներ, համեցեք։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր մենք կանգնած ենք պատմական ճշմարտության առաջ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից շուրջ 17.5 տարի անց հրապարակեց Ֆարմանյան ընդդեմ Հայաստանի գործի 9 զոհերի վերաբերյալ վճիռը։ Եվ այդ վճիռը հնչում է որպես դատավճիռ ոչ միայն իրավական, այլև բարոյական իմաստով։ Միեդը հստակ արձանագրեց. Հայաստանի Հանրապետությունն է խախտել իր քաղաքացիների կյանքի իրավունքը եւ պետությունն է պատասխանատու մարտի 1-ին սպանված մեր քաղաքացիների մահվան համար։ Դատարանը հաստատեց. մարտի 1-ի հավաքները խաղաղ էին եւ ոչ մի ապացույց չկա, որ ցուցարարներն են ունեցել հրազեն, այսինքն ուժի կիրառման ոչ մի անհրաժեշտություն չի եղել, բայց ուժը կիրառվեց եւ դա արվեց իշխանության նախաձեռնությամբ եւ սանձազերծմամբ։ Մարտի 1-ի գործողությունները իրականացվեցին պետական համակարգի կողմից, կազմակերպված եւ շղթայաբար ղեկավարված։ Այդ գործընթացում ներգրաված ուժերին ոստիկանություն, զինծառայողներ, ներքին զորք հանձնարարված էր կանխել խաղաղ հավաքները։ Սակայն նրանք չեն ունեցել անհրաժեշտ պատրաստվածություն, նրանց տրամադրվել են մահաբեր, կյանքի համար վտանգավոր եւ ժամկետանց զինտասակներ, որոնք կիրառվել են առանց համապատասխան հրահանգների եւ անհամաչափ ուժով։ Դատարանը արձանագրեց նաև, որ կառավարության ներկայացրած բոլոր պատճառաբանությունները, նարկոտիկներ, երկաթյա ձողեր, փայտեր չեն համարվել համոզիչ ապացույցներ։ Եվրոպական դատարանը բացահայտեց նաև ամենացավալի փաստը. ապացույցները կեղծվել են, փամփուշտներն են փոխվել, կեղծ փաստաթղթեր, գրություններ են ստեղծվել, ճշմարտությունը ոչ միայն սպանվել, այև թաղվել է պետության ձեռքով։ Այսօր արդեն դատարանը հաստատեց այն ճշմարտությունը, որը ժողովուրդը վաղուց գիտեր։ Ուժի կիրառման իրավասություն ունեցող ողջ համակարգը պետք է պատասխան տա իր կատարածի համար։ Այս շղթան պատահական չէր։ Այն ձևավորվել էր վերևից Հանրապետության նախագահի հանձնարարականներից սկսած փետրվարի 23-ի տրամադրված բազմաթիվ հրամանագրերով։ Այս ամենը նախապես ծրագրագրված գործողություններ վերևից մինչև ստորին օղակները, ամբողջ պետական մեքենան աշխատում էր մեկ նպատակի համար՝ ճնշել սեփական ժողովրդին։ Այսպես կազմակերպվեց եւ իրականացվեց մարտի 1-ի օպերացիան, որի հետևանքով անմեղորեն զոհվեցին 10 քաղաքացի, դա հարված էր մեր ժողովրդավարությանը եւ ազատությանը։ Եվ երբ այս ամենից հետո հայտարարվեց ռազմական դրություն, արվեց ոչ թե պետությունը պաշտպանելու, այլ ժողովրդին լռեցնելու համար։ Ներողություն։ Բացի դրանից, փաստերով հաստատված է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախարարության բանակի թիկունքի պահեստից հանվել է մոտ 1000 համազգեստ, որոնք ստացել են քրեաօլիգարխիայի մոտ կանգնած մարդիկ։ Նրանք մտել են ժողովրդի մեջ, ծեծել, ջարդել, թալանել խանութներ, իսկ իշխանության կողմից ներգրաված սադրիչները տարել են բախումների եւ այդ ամենը արվել է իշխանության աջակցությամբ։ Հարց եմ ուղղում. ինչ է սա, եթե ոչ ահաբեկչություն սեփական ժողովրդի եւ պետության դեմ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Դատարանը նաև արձանագրեց, որ պետությունը չի իրականացրել արդյունավետ քննություն, խախտել է միջազգային պարտավորությունները, Միեդի 38-րդ հոդվածի ներքո չի համագործակցել, չի տրամադրել դատարանին ճշգրիտ տեղեկություն։ Սիրելի քաղաքացիներ,
Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո մենք տեսանք, թե ինչպես իշխանությունը բռնությամբ լռեցրեց ժողովրդի ձայնը։ Խաղաղ ցույցերին մասնակցած քաղաքական առաջնորդները, համախոհները եւ անմեղ քաղաքացիներ, ովքեր պարզապես պահանջում են արդարություն, ազատություն եւ ժողովրդավարություն, դարձան հալածյալներ։ Անմեղ մարդիկ ձերբակալվեցին, դատապարտվեցին, դարձան քաղբանտարկյալներ եւ տարիներ շարունակ կրեցին անօրինական դատավճիռների ծանրությունը։ Այդ օրերին իշխանությունը խախտեց ոչ միայն օրենքը, այլև մարդկայնության ամենապարզ կանոնները։ Պետությունը, որը պետք է պաշտպաներ քաղաքացուն, վերածվեց ճնշման գործիքի ընդդեմ սեփական ժողովրդի։ Մարտի 1-ը դարձավ խարան այն իշխանության ճակատին, որը վախենում էր ժողովրդից ու ժողովրդավարությունից։ Մենք պարտավոր ենք հիշել այդ օրը, ոչ միայն որպես ցավի էջ, այլ որպես պայքարի խորհրդանիշ։ Մարտի 1-ը վկայությունն է առ այն, որ նույնիսկ երբ բռնությունը փորձում է խեղդել ազատությունը, ժողովուրդը երբեք չի լռում։ Սիրելի հայրենակիցներ, այս վճիռը պարզապես մի իրավական փաստաթուղթ չէ, սա դատավճիռ է մի ողջ համակարգի նկատմամբ, որը սպանեց ժողովրդավարությունը, սեփական ժողովրդի դեմ կիրառեց մահաբեր ուժ իշխանությունը պահելու համար։ Այսօր Եվրոպական դատարանը իր որոշմամբ ասում է պարզ ու հստակ. Մարտի 1-ի արյունալի էջը պետական հանցագործությունն էր, եւ այդ ճշմարտությունը այլևս հնարավոր չէ թաքցնել, հնարավոր չէ մոռանալ։ Մարտի 1-ը մնալու է մեր հիշողության մեջ որպես պետական բռնության խորհրդանիշ, բայց նաեւ որպես արդարության որոնման անդրդվելի ճանապարհների սկիզբ։ Այո, արդարությունը երբեմն ուշանում է, բայց երբ գալիս է անշրջելիորեն։ Թող արդարությունն ու ճշմարտությունը լինեն մեր ուժը, որպեսզի երբեք ոչ մի իշխանություն չհանդգնի կանգնել ժողովրդի մեջ։ Փառք Մարտի 1-ի զոհերի հիշատակին, փառք ժողովրդին, ով կանգուն է եղել եւ կանգուն է մնալու իր իրավունքի, ազատության, ժողովրդավարության, անկախության համար։ Կեցցե ինքնիշխան ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունը։